Օմանում Իրան-ԱՄՆ միջնորդավորված բանակցություններից մեկ շաբաթ հետո Միացյալ Նահանգներ է մեկնելու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Մասկատում տեղի ունեցած բանակցությունների մասին է Նեթանյահուն ուզում խոսել Թրամփի հետ։ Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ հավանաբար Իսրայելի վարչապետը փորձելու է համոզել Թրամփին, որպեսզի նա սպասվող բանակցությունների օրակարգում ներառի նաև Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության դադարեցման և տարածաշրջանում պրոքսի ուժերին աջակցությունը վերացնելու հարցերը։ Փետրվարի 6-ի բանակցությունների ժամանակ միայն միջուկային ծրագրի վերաբերյալ հարցեր են քննարկվել։ Սա ոգևորել է իրանական կողմին։ Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի համաձայնի այդ բանակցությունների օրակարգում նաև այլ հարցեր ներառել։ Մեկ քայլ առաջ են գնացել, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, վստահեցնելով, որ դիվանագիտությունը մնում է Թեհրանի հիմնական ռազմավարությունը վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Իրանցի վերլուծաբանները չեն բացառում, որ Նեթանյահուն փորձի համոզել Թրամփին ամեն դեպքում հարձակվել Իրանի վրա ու ձախողել Օմանում ձեռք բերված պայմանավորվածությունները բանակցությունների նոր ռաունդ նշանակելու։ Նախադեպ կա 2025-ի 12-օրյա պատերազմի երկրորդ օրը նախատեսվում էր միջուկային ծրագրի վերաբերյալ Իրան-ԱՄՆ բանակցությունների հերթական ռաունդը, երբ հարվածեց Իսրայելը։ Միացյալ Նահանգները հիմա էլ սպառնում է Իրանին։ Եթե բանակցությունների ընթացքում ցանկալի արդյունքի չհասնեն, նահանգները գործի կդնի Մերձավոր Արևելքում կուտակած սպառազինությունը։ Իրանն ուսումնասիրում է շփումները շարունակելու հնարավորությունը։ Փեզեշքյանի խորհրդականը մեկնելու է Օման բանակցությունները շարունակելու շուրջ քննարկումների համար։ Նախորդ շաբաթ կայացած բանակցություններից հետո նավթի շուկայում գները համեմատաբար սահել են։ Գայանա Մովսիսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։